Ժողովուրդ, տեսեք ոզնին, այ դրա համար հանգիստ պտտում եմ այս դրախտայգում, որովհետև ոզնին ապրում է այստեղ, ամեն գիշեր գալիս է իր սնունդը օգտագործում և գնում է։ Իհարկե կա այս տեսակ ոզնինների մի քանի տեսակներ, չգիտեմ, իր բալիկների հետ, իրենց խմբի հետ խոսում ենք թուզի մասին։ Տեսեք, թզերը արդեն եղել է, ընտիր, բայց ուզում եմ ասեմ, թուզը չափից ավելի առողջարար, թագավոր ամբողջ մտքերի, որովհետև այն շատ լավ է անգամ ուռուցքային հիվանդներին, որովհետև միկրոէլեմենտներով հակաբորբոքային, հակավիրուսային, այն եթե կա սակավարյունություն պետք է օգտագործել, որտեղ միկրոէլեմենտները շատ է, հատկապես այն կարելի է օգտագործել տղամարդկանց, որովհետև միզասեռական օրգաններն է հակաբորբոքային հատկություն ունենալով կարգավորում, իսկ կանանց գեղեցկացնում է և չի թույլ տալիս, որ ուռուցքային հիվանդությունները ավելանա։ Իհարկե, եթե մենք պոկում ենք թզի տերևը, այնտեղից գալիս է կաթ, չափից ավելի լավ է նրանց համար, որոնց մոտ կա գործնուկներ կամ մսեր, որոնք առաջանում են նյութափոխանակության խանգարումից 45 անց մարդկանց մոտ, և տղամարդկանց, և կանանց։ Քսում ենք կողքը, այդ ավելորդ մսերի կողքը քսում ենք որևիցե ձիթայող կամ կրեմ փափկացնող, այնուհետև այս կաթը անմիջապես հենց այդ խալի վրա մոտավորապես անում ենք 5-6 անգամ և խալը ոչնչանում է, պոկվում, ընկնում է։ Պետք է նաև օգտագործել իհարկե թզի տերևը, պետք է օգտագործել այս թզի տերևը ավելի մատղաշ, ավելի դալար, այն օգտագործել թարմ վիճակով, թուրմի տեսքով, այն ունի հակաբորբոքային, հակավիրուսային, ջերմից իջեցնող հատկություն, եթե հիվանդանում եք, եթե կա գրիպոզ վիճակ, ապա այս 3-4 տերևը դնում ենք 200 գրամանոց տարայի մեջ և ավելացնում վրան ջուր, թողնում ենք 20 րոպե, այնուհետև խմում, նույնպես շատ օգտակար է, օգտակար է նաև նրա արմատը։ Արմատը հանում ենք աշնանը և իհարկե չորացնելուց հետո կարելի է այն օգտագործել տարին 12 ամիս, իսկ տերևը չորացնելուց հետո նույնպես տարայում 1 տարի ժամկետ ունի օգտագործման համար։ Մի քանի օր հետո կլինի մեր թուզը, հրաշք թուզը, ուտում ենք թուզ, իհարկե այն մարդուն, որը որ ունի շաքարային դիաբետ, թուզը չի կարելի, բայց ասեմ տերևը և արմատը ունի շաքարը իջեցնելու հատկություն։ Մինչև դա ուզում եմ զգուշացնել, տարին 1 անգամ անպայման պետք է հետազոտեք ձեր արյունը, ստուգեք շաքարի տոկոսը արյան մեջ և անպայման, եթե հասնում է վերին նիշին, դա նշանակում է, որ ձեր մոտ արդեն սկսում է շաքարային դիաբետ, հակում կա առաջանալու։ Անմիջապես այդ ժամանակ էնդոկրինոլոգին, ստուգել վահանացև գեղձը, հետազոտել և բուժում, դիետա, սպորտ, անպայման զբաղվել սպորտով, որպեսզի չունենաք շաքարային դիաբետ, որովհետև շաքարային դիաբետը դա այն հիվանդություն է, որը ուղիղ կապ ունի երիկամների և անոթների վրա, կամ ախտահարում է երիկամները, կամ ախտահարում վերջույթները և խնդիրներ չափից ավելի լուրջ։ Ուրեմն դիմում եք էնդոկրինոլոգին, իսկ վահանաձև գեղձի հետազոտությունը մեր մոտ արժի ընդամենը 3000 գրամ, դուք կարող եք հանգիստ գալ, հետազոտվել, ստուգվել, իմանալ ձեր վիճակը և օգտագործել նաև թզի տերև, արմատ և հասուն պտուղները։